Հիբրիդային գործիքները չեզոքացվում են։ Կան հիբրիդային սպառնալիքներ։ Հիբրիդային, որ ասում ենք հիբրիդային։ Հավանաբար շատերդ լսել եք. հիբրիդային պատերազմ, կիբերհարձակում, մեդիա մանիպուլյացիա եւ տեղեկատվական գրող արտահայտությունները։ Սրանք սոսկ բառեր չեն, այլ արդեն մեր կյանքի անբաժան մի մասը։ 21-րդ դարում ինֆորմացիան լինի իրական թե կեղծ, աշխարհաքաղաքական պայքարի միջոց է կամ զենք, առավել քան երբևէ։ Հիբրիդային պատերազմը ժամանակակից կոնֆլիկտի ձև է, երբ հակառակորդները կռվում են ոչ միայն ավանդական զենքով, այլև կիրառում են ինֆորմացիոն գրոհներ, կիբերհարձակումներ, փորձում են ճնշել քաղաքական ու տնտեսական լծակներով, հովանավորում են հակառակորդի ինդիմությանը, նույնիսկ ահաբեկչություն են կազմակերպում։ Հիբրիդային պատերազմի մաս է օտարերկրյա ինֆորմացիոն մանիպուլյացիաներն ու միջամտությունը, որը հայտնի է FIMI անունով։ FIMI սովորական ապատեղեկատվություն չէ, այն սպառնալիք է, որն օգտագործվում է տարբեր միջոցներով մեզ մանիպուլացնելու համար։ FIMI ասելով նկատի ունենք այն, երբ օտարերկրյա տարբեր ուժեր, որոնք շահագրգռվածություն ունեն երկրի վրա ազդելու, գործադրում են մի շարք տեղեկատվական հնարքներ։ Վճարով ինչ-որ նյութեր են հրապարակում, ենթադրենք ռուսաստանյան որևէ լրատվամիջոցում, այն հաշվարկով, որ դա հայաստանյան լրատվամիջոցները վերցնելու են, թարգմանեն, արձագանքեն եւ դրա շուրջ սկսվի, այսպես ասած, ամբողջական ինչ-որ մի խնդիր։ Երբեմն FIMI-ն, այսպես ասած, արտաքին տեղեկատվական միջամտությունը համակցվում է նաև հիբրիդային գործողություններով։ FIMI-ն համեմատաբար նոր տերմին է։ Այն առաջինը սկսել է կիրառել Եվրամիության դիվանագիտական մարմինը, արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը։ Ըստ Եվրամիության օտարերկրյա ինֆորմացիոն մանիպուլյացիաների ու միջամտության գլխավոր աղբյուրներից են Ռուսաստանն ու Չինաստանը։ Իսկ որ երկիրն է Հայաստանի դեմ մանիպուլյացիաներ տարածող առաջնային աղբյուրը։ Վերջին 20 տարիներին Հայաստանում օտարերկրյա մանիպուլյացիայի հիմնական դերակատարը եղել է Ադրբեջանը, սկսած 0-ական թվականներից, երբ ադրբեջանցիները փորձում են կոտրել Հայաստանում ինչ-որ մի կայք, այդտեղ կեղծ լուր հրապարակել կամ ինչ-որ մի օպերացիա իրականացնել, օրինակ պատերազմական օրերին ենթադրենք 44 օրյային, հա, մասսայական տաքսիներ էին պատվիրում Yandex Բաղրամյան 26 հասցեից։ Եվ այդ մասին հատուկ գրում էին իրենց կողմից կամ կոտրված կամ վարձակալված պրոֆիլներով, որպեսզի տպավորություն ստեղծի, որ Հայաստանի իշխանությունները տաքսիներ են կանչում, որպեսզի Բաղրամյան 26-ից փախուստի դիմեն օդանավականով։ Դա արվում էր մանիպուլյացիա անելու, որպեսզի երկրում առհասարակ վախի մթնոլորտ ստեղծվի։ Պատկերացրեք այսբերգ, որի միայն փոքր մասն է երևում ջրի վրա եւ մեծ մասը ջրի տակ է։ Եվրամիության փորձագետների կարծիքով հենց այսպիսի տեսք ունի FIMI-ն։ Եկեք ներկայացնենք Ռուսաստանի օրինակով։ Այսբերգի երևացող մասում հաղորդակցության պաշտոնական ալիքներն են, որոնք անմիջականորեն վերահսկվում են պետության կողմից։ Դրանցից են օրինակ նախագահի, խորհրդարանի, կառավարության, նախարարությունների պաշտոնական կայքերը կամ էջերը սոցիալական ցանցերում։ Սրանց ավելացնենք տարբեր գերատեսչությունների խոսնակներին։ Ջրից վերև են նաև այն լրատվամիջոցները, որոնք հիմնադրվել են, կառավարվում են կամ խմբագրական առումով վերահսկվում են պետական մարմինների կամ օրինակ իշխող ուժի կողմից։ Սրանք առաջ են տանում իշխանության գիծը։ Ռուսաստանում այդպիսի լրատվամիջոցներ են ՏԱՍՍ-ը, Ռոսիան, ՌԻԱ Նովոստին, Russia Today-ը, Sputnik-ը։ Ջրի տակ լողում են այն լրատվամիջոցները, որոնք փոխկապակցված են իշխանություններին, աշխատում են նրանց վերահսկողությամբ, բայց այդ մասին չեն բարձրաձայնում։ Սրանց թվում է օրինակ ուժային կառույցներին կամ իշխանության անդամներին սերտորեն առնչվող մեդիան։ Ահա դրանցից մի քանիսը. Գազետա.ru, Lenta.ru, REN-TV, Izvestia, Mash, Tsargrad։ Այսբերգի ամենաներքևում նրանք են, որոնք ուղղակիորեն կապված չեն պետությանը կամ իշխանությանը, սակայն նրանց հրապարակումները ցույց են տալիս պետական մարմինների հետ համակարգային կապը։ Եվրամիության փորձագետներն այսբերգի ներքևում տեղավորել են օրինակ պրոռուսական Matryoshka ինֆորմացիոն արշավը։ Սրա թիրախների աշխարհագրությունը բավականին մեծ է, ու ընդգրկում է նաև Հայաստանը։ Ռուսաստանը միշտ հայտնի է նրանով, որ պարբերաբար կարող ինչ-որ հայտարարություն անի Զախարովան, հետո դա ՌԻԱ Նովոստին վերցնի շրջանառի, հետո դա ռուսաստանյան բլոգերները կամ հայկական ազգանունով ինչ-որ Ռուսաստանում ազդեցիկ ինֆլուենսերներ դա վերցնեն շրջանառեն, հա, այն հույսով, որ դա կազդի հայաստանյան կիբերտիրույթի վրա։ 44 օրյա պատերազմից հետո Հայաստանը հայտնվեց բավականին բարդ ու խոցելի անվտանգային պայմաններում։ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից համարվող մեր երկրի կառավարությունը քաղաքական կուրսը փոխեց դեպի արևմուտք։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։
Նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է. այս դժվարին ժամանակներում Եվրամիությունը եւ Հայաստանը կանգնած են ուսի տված։ Այս պայմաններում ավելի ու ավելի նկատելի դարձան Ռուսաստանից եկող տեղեկատվական ու քաղաքական ազդակները։ Հայաստանն ընթանում է սխալ ուղով։ Для нас гораздо болезненнее то, что происходит в Армении. Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ տեղի ունենում Հայաստանում, քան Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը, այդ դա հսկայական խնդիր է։ Մենք պետք է բացատրենք, խաղերն ավարտվել են։ Թքած միջազգային իրավունքի ու միջազգային կարգի վրա։ Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի տարածքում, ինչու նույն նկատառումներով չենք կարող հատուկ ռազմական գործողություններ սկսել մեր ազդեցության գոտու այլ կետերում եւս։ В точках нашей зоны влияния. Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ հատկապես մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում Ռուսաստանը։ Ռուսները կարծես թե օգոստոսի 8-ից հետո բավական անհանգստացան, իրենք խրված են Ուկրաինայում եւ չեն կարող ուժային մեթոդների դիմել ինչպես նախկինում եւ չեն ուզում եւ հույսը դրել են ավելի շատ այս պահին ֆիմի վրա։ Հիմա ինչ որ մեկը կարող է ասի, որ ապատեղեկատվության կամ մանիպուլյատիվ ինչ որ նարատիվների մի զգալի մաս չի գալիս X ռուսաստանցի փորձագետի կամ հերոստալիքից կամ չգիտեմ ինչից, նույնիսկ երբ падգամավորից կամ բան, դա շղթել հնարավոր է, փաստեր կան, հայտարարություններ կան, եթերներ կան, ձայնագրություններ կան։ Հետևաբար հիբրիդային սպառնալիքները կարող են գալ տարբեր տեղերից, այդ թվում նաև Ռուսաստանից։ Եկեք թուրքական օրինակով ցույց տանք, թե ինչպես է Հայաստանի դեմ կիրառվում ֆիմին։ Անցյալ տարի նոյեմբերի 14-ին թուրքական Օդա TV-ն մի հոլովակ հրապարակեց, ըստ որի իբր Էրդողանի խնդրանքով Փաշինյանը որոշել է 10 մզկիթ կառուցել Հայաստանում։ Այս լուրը շատ արագ հայտնվեց թուրքական, ադրբեջանական, հայկական լրատվամիջոցներում։ Վարչապետի մամուլի խոսնակը նույն օրը հերքեց ինֆորմացիան։ Վաղուց չարչրկված ու հին սցենար է, արտաքին աղբյուրները ստեղծում են լիովին սուտ ու սադրիչ պատմություն, իսկ որոշ ներքին դերակատարներ անմիջապես տարածում են այն, փորձելով ձևավորել անվստահության դաշտ եւ նոր բևեռացում հասարակության մեջ։ Նախկինում եղած եւ արդեն հրապարակված ցուցիչներից էին, օրինակ, երբ մենք կարողանում ենք նույնականացնել, որ արհեստական բանականությամբ գեներացված user picker են մեծ թվով, այսինքն կեղծ պրոֆիլներ են, որոնք միայն իրար են retweet անում, հա։ Դրանից հետո օրինակ մարտավարությունը ինչ որ դեպքում փոխվել է եւ սկսում են հատուկ աճացնել պրոֆիլներ երկարաժամկետ, որպիսի փաստեր ստուգողները, չեմ ես ֆիմիոզ զբաղվողներ չկարողանան այդքան հեշտ նույնականացնել։ Հունիսին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ֆիմիի դեմ պայքարում օգնելու համար արդեն դիմել է Եվրամիությանը։ Հայաստանում ընտրություններ են մոտենում։ Ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք օտարերկրյա չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար նույնպիսի աջակցություն են խնդրել, ինչպիսին տրամադրել ենք Մոլդովային։ Մենք ծրագրում ենք 12 միլիոն եվրո հատկացնել այն ոլորտներին, որտեղ ձեզ կարող ենք օգնել պայքարել ապատեղեկատվության, ֆիմիի եւ կիբերհարձակումների դեմ։ Նկատի ունեմ ընտրություններից առաջ բարձրացնել ձեր ինստիտուտների կարողությունները, կանխատեսելու եւ արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին, ստեղծել վաղ նախազգուշացման եւ արագ արձագանքման ուժեղ մեխանիզմներ ֆիմիի դեմ։ Հայաստանի ինդիմությունը բավականին կոշտ քննադատեց Եվրամիությունից աջակցություն խնդրելը։ Փաշինյանը փաստորեն իր բոլոր ընդդիմախոսներին հայտարարում է Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի զինվորներ եւ Եվրոպայի աջակցությունն է խնդրում նույնպիսի հակաժողովրդավարական գործողությունների համար։ Սա աննախադեպ խայտառակություն է, եթե ոչ պետական դավաճանություն։ Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար մեր վրա տղա է բերում Եվրոպական միությանը, կեղծ մեղադրանքներ ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ եւ ակնկալում կանաչ լույս կամ քարտ բլանշ ընտրությունների արդյունքները կեղծելու ծրագրի իրականացման համար։ Ամբողջ զավեշտն այն է, որ ժողովրդավարության ջախջախման համար Փաշինյանի կառավարությունն աջակցություն է ակնկալում հենց այն Եվրոպայից, որը շատերի աչքերում համարվում է ժողովրդավարական արժեքների մեծագույն պատվարը։ Փաշինյանի ցինիզմը հենվում է այն փաստի վրա, որ ինչպես ցույց է տալիս պատմությունը, ժողովրդավարական երկրները պատրաստ են զոհաբերել այլ երկրներում ժողովրդավարության աջակցությունը հանուն աշխարհաքաղաքական մեծ շահերի։ Երկրի ներքին գործերին միջամտելու քննադատություն Եվրամիության հասցեին հնչել է ոչ միայն Հայաստանում։ Երբ ես որոշեցի, որ որպես եվրոպական հանձնաժողով մենք կաջակցենք Մոլդովային, դա այդքան էլ հեշտ չէր։ Մի անգամ մի լրագրող ինձ ասաց. «Հիմա Եվրամիությունը միջամտում է Մոլդովայի ներքին գործերին»։ Իրոք, ես դա կանվանեի ոչ թե միջամտություն, այլ ներդրում նրանում, որ Մոլդովան կարողանա պայքարել իր ժողովրդավարության համար։ Եվ մենք նաև գիտենք, որ օրինակ Ռուսաստանի նախագահի
կարևոր հենարներից մեկը Աչձեռը Սերգեյ Կիրիենկոն նշանակվել է հիմա հայաստանյան ուղղությունը կուրացնելու եւ իրեն հատկացվել է շոշափելի բյուջեներ, ինչ որ տեղեր տեսեմ մինչև 100 միլիոնի հասնող բյուջեների մասին եւ ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրները խոսում են այն մասին, որ Բրյուսելը 15 միլիոն է հատկացնում հայաստանյան ընտրությունները մանիպուլացնելու համար, մոտավորապես այսպիսի ձևակերպմամբ եւ առհասարակ որևէ խոսք չկա այն մասին, որ հենց Ռուսաստանը ինքը հսկայական գումարներ է նույնպես ներդրել։ Փաստորեն, տարածաշրջանային եւ ներքին քաղաքական իրավիճակները, միջազգային դերակատարների բախվող շահերը մեր երկրում ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որի եռմանկետը լինելու են գալիք ընտրությունները։ Հայաստանն ըստ էության դառնում է հիբրիդային պատերազմի թատերաբեմ։ Եվ որքան մոտենա քվեարկության օրը, կրքերը ավելի են թեժանալու։ Փաստորենի հաջորդ էպիզոդները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Հետևեք մեզ նաև սոցցանցերում։ Եթե կարևորում եք մեր աշխատանքը, միացեք նաև մեր Patreon-ին, վճարելով ամսական սկսած ընդամենը $2-ից։